2025 թվականին առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է 1939 կանխարգելիչ գործողություն, որոնցից 603 իրազեկման աշխատանքներ, այդ թվում 62 սեմինար թիրախային խմբերի համար, 1336 խորհրդատվական գործունեություն, դրանցից 2339 տնտեսվարող սուբյեկտներին տրված խորհրդատվություն։ Սրանք թվեր են, որոնք խոսում են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի 2025 թվականի գործունեության արդյունքների մասին, ասաց տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։ Նրա խոսքով տեսչական մարմինը նախորդ տարվա ընթացքում թեժ գծին ստացել է 793 զանգ, իսկ կանխարգելիչ միջոցառումների թվերը փաստում են այն մասին, որ տեսչական մարմինը չի առաջնորդվում միայն քաղաքացուն տուգանելու ոգով։ Տեսչական մարմնի ղեկավարի հաշվետվության հաջորդ հատվածը վերաբերում էր վերահսկողական գործառույթներին։ Հաշվետուտարում իրականացվել է 3603 վերահսկողական աշխատանք, այդ թվում 1189 ստուգման հանձնարարագիր է հրապարակվել, իսկ խախտումները վերացնելու համար տրվել է 454 կարգադրագիր, որից 40-ը վերստուգման շրջանակում, նշեց բանախոսն ու մանրամասնեց։ Վերստուգումը, երբ տեսչական մարմինը ստուգում է իրականացնում, խախտումներ է արձանագրում, տալիս է կարգադրագիր խախտումները վերացնելու նպատակով։ Համապատասխան ժամանակ հետո տեսչական մարմինի աշխատակիցները վերստուգում են իրականացնում պարզելու համար խախտումները վերացված են թե ոչ։ Տեսչական մարմինը կատարել է նաև մեծ թվով չպլանավորված վերահսկողական աշխատանքներ ու այցեր, որոնց թիվը հասնում է 2414-ի, ընդգծեց Սարգսյանը։ Վարույթների արդյունքում տրվել է 450 կարգադրագիր խախտումները վերացնելու նպատակով, 1741 վարույթ կարճվել է, այդ թվում 314-ը դիմումից հրաժարվելու հիմքով։ Այսինքն 835 վարչական վարույթ դիմումի հիմքով էր հարուցված, ընդհանուր առմամբ 950-ին մոտ դիմում ենք ստացել, բայց բաներ կար, որ վերաբերելի չէր, վերահասցեագրվում է, բաներ կար, որ վարույթ հարուցելու հիմք չէր, 835 եղել է վարույթ հարուցելու հիմք, որից 314-ը կարճվել է դիմումից հրաժարվելու հիմքով։ Առանձին մեծ ծավալի աշխատանքներ եւ վերահսկողություն է իրականացվել կոսմետոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների նկատմամբ, հաշվի առնելով առկա վտանգներն ու նաեւ դիմում բողոքների քանակը, նշեց տեսչական մարմնի ղեկավարը։ Տեսչական մարմինն իր ստուգումների արդյունքում հայտնաբերել է նաեւ կեղծ դիպլոմների առկայության 10 դեպք։ Հայտնաբերված կեղծ դիպլոմների մասնագիտական ուղղվածությունները եղել են տարբեր, բայց մի մասը վերաբերել է կոսմետոլոգիական ոլորտին, իսկ թե ինչու է 2024 թվականի համեմատ այդ դեպքերի աճի միտում գրանցվել, Սարգսյանը պատասխանեց այս կերպ. Երկու ձևով ենք վերահսկել։ Մեկը նախ առաջինը արձանագրելուց հետո իմ կողմից հանձնարարվել է բոլոր ստուգումների ժամանակ, երբ կա ոչ հայաստանյան դիպլոմ, ուղարկել ստուգման։ Եվ իհարկե Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից է տրամադրվել մեզ ցանկով բոլոր այն քաղաքացիները, որոնք դիմել են ՇՄԶ ստանալու եւ ունեցել են ոչ հայաստանյան դիպլոմ, մենք այդ բոլորը ուղարկում ենք ստուգման։ Մեծ թվով ստուգումներն ու հայտնաբերված խախտումների դեպքերին միշտ չէ, որ քաղաքացիները կամ կազմակերպությունները համաձայն են։ Նման դեպքերում տեսչական մարմնի որոշումները բողոքարկում են դատարանում։ Ճիշտ է, նման դեպքերը քիչ են, իր միտքը շարունակեց Սարգսյանն ու հավաստեց, որ դատական այցերի դեպքում դատական ակտերի բեկանման դեպքերը նույնպես նվազել են։ Մարմինը դատարանում պարտված գործերը ընդունում է ի գիտություն։ Պարտադիր անում ենք ամփոփում, հետևություններ, քննարկումներ եւ կոնկրետ հանձնարարականներ հետագայում բացառելու նպատակով միշտ կատարվում է։ Ոչ թե որ մեր տուգանքը չպիտի տուգանենք, չէ, որովհետեւ եթե աշխատակիցը աշխատում է, իրավախախտումը կա, կատարվել է իրավախախտում ու հետո դա դատարանում պարտվել ընթացակարգային խնդիրների պատճառով ընդունելի չեմ համարում։ Նշենք նաև, որ արդեն 2026 թվականին տեսչական մարմինը նախատեսել է 817 ծրագրային այցելություններ եւ դրանցով պայմանավորված վերահսկողական աշխատանքներ։